Բարի երեկո, սիրելի բարեկամներ։ Այսօրվա ձայնագրության մեջ ես ուզում եմ ձեզ հետ խոսել միայնության մասին։ Ինչպես հաղթահարել միայնությունը։ Սա շատ մեծ խնդիր է, հատկապես նկատել եմ տղամարդկանց մոտ։ Մարդը կարող է 1000 ընկեր ունենա, բայց իր կյանքում միայնակ լինի։ Կամ նույնիսկ կանանց մոտ։ Սիրելի ժողովուրդ, ինչքան կարդացել եմ, ինչքան տեսել եմ, հասկացել եմ, որ միայնության լուծումը Աստուծո հետ ընկերություն անելն է, Աստուծո հետ մտերմություն անելն է։ Մարդ կարա 1000 ընկեր ունենա եւ ելի մենակ լինի, եթե ինքը Աստուծո հետ հարաբերություն չունի։ Բայց մարդ էլ կա, ինչպես ճգնավորները, ամբողջ կյանքը ճգնում են ու մենակ են ապրում, բայց Աստուծո հետ որովհետեւ մտերիմ են, իրենք երբեք միայնություն չեն զգում։ Գիտեք, Աստվածաշնչում Աստված ինչ մխիթարական խոսքեր է ասում ընդդեմ միայնության։ Օրինակի համար Եսայի մարգարեն ասում է. «Դու մի վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով»։ Տեսեք, Աստված ասում է, դու մի վախեցի, ես քո հետ եմ, միշտ քո հետ եմ, բայց եթե դու Աստուծո հետ ընկեր չես, դու այս ընկերությունը թողնում ես։ Կամ Աստված Հեսուի գրքում ասում է. «Ահա պատվիրում եմ քեզ, զորացիր եւ արիացիր, մի վախեցիր եւ մի երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տեր Աստվածը, ամեն տեղ, ուր էլ գնաս»։ Մատթեոսի ավետարանի վերջում Տեր Հիսուսն ասում է. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վերջը»։ Սիրելի բարեկամներ, տեսնում եք, եթե Աստված մեր հետ է, ու մենք ընդունում ենք Աստուծո մեր հետ լինելը, ապա մենք միայնությունից վախենալու որևէ պատճառ չունենք։ Մեր կյանքի միայնությունը հաղթահարելու միակ ձևը Աստուծո հետ ընկերություն անելն է։ Աստծուն մի թողեք, պինդ բռնեք Աստծուն ձեր կյանքի մեջ, հաստատուն մնացեք հավատքի մեջ եւ այդպես կարող եք հաղթահարել միայնությունը։ Դե լավ եղեք, սիրելի բարեկամներ, Աստված օգնական ու պահապան մեզ բոլորիս։ Աստուծո հետ մտերմությամբ եւ Աստուծո կամքը կատարելով ամեն տղամարդ ու կին, ամեն երիտասարդ, աղջիկ թե տղա կարող են հաղթահարել միայնությունը։ Եվ մեր Տեր Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին, Հոր, Սուրբ Հոգու հետ միասին փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Եթե մարդ Աստծո հետ մտերմություն ունի, Աստված իրեն ընկերներ էլ կուղարկի։ Ճիշտ է, եթե մարդ իսկապես Աստուծո հետ ընկերություն անի, ապա Աստված էլ իրեն նոր ընկերներ կուղարկի, ովքեր նույնպես մտերիմ են Աստուծո հետ, եւ այդպես միայնությունը մի քանի անգամ կհաղթահարվի։ Դե լավ եք, սիրելի ժողովուրդ, Աստված օգնական բոլորիս։